Բարի օր, սիրելի հեռուստադիտող, բարի առավոտն է ձեր եթերում, շնորհակալ եմ, որ շարունակում եք դիտել մեզ, իսկ այս պահին առաջարկում եմ տեղափոխվել տուրիզմի ոլորտ, ավելի կոնկրետ լեռնային տուրիզմի ոլորտ, որովհետև մեր տաղավարում է Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Սիմոնյանը։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Բարի առավոտ, շնորհակալություն։ Գիտեմ, որ ձեր ասոցիացիան վերջերս է ստեղծվել եւ շատ կարեւոր առաքելությամբ նպատակ ունենալով, չնայած կցանկանամ, որ դուք նշեք նպատակը, բայց կարեւոր է, որ կապ ունի լեռնային տուրիզմի հետ եւ նաեւ նպատակ ունի զարգացնել ուղեկցորդների եւ զբոսավարների մասնագիտական հմտությունները։ Խնդրեմ ավելի մանրամասն դուք ներկայացրեք։ Շնորհակալություն հարցի համար։ Իրապես Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2024 թվականին նոյեմբերին, իսկ պետական գրանցում ստացել է 2025 թվականի փետրվարին։ Լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների հայկական ասոցիացիայի գլխավոր նպատակն է նպաստել լեռնային ուղեկցորդների որակավորման բարձրացմանը, ազգային եւ միջազգային սերտիֆիկացմանը, որի շրջանակներում մենք ծավալում ենք գործունեություն։ Եթե կարիք կա մանրամասնելու, ես կարող եմ Այո, իհարկե մանրամասնենք, նշենք ինչպես է կատարվում որակավորման կարգը եւ առհասարակ։ Տեսեք, ընդհանրապես արկածային տուրիզմը, որի մաս է կազմում լեռնային տուրիզմը, 2010-ական թվականներից Հայաստանում մեծ վերելք ապրեց եւ արդեն 2020-ական թվականներին ավելի ընդլայնվեց եւ կարիք առաջացավ նաեւ ունենալ մի ներկայացուցչական մարմին, որպիսին է Լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների հայկական ասոցիացիան, որը կհամախմբի լեռնային եւ սպորտային տուրիզմում աշխատող ուղեկցորդներին եւ լեռնային զբոսավարներին մի կառույցի մեջ, կպաշտպանի իրենց շահերը, նաեւ կհամագործակցի պետական մարմինների հետ հարաբերություններում, որպեսզի կարողանանք մենք ընդհանուր առմամբ մեր արշավները, էքսպեդիցիաները ավելի անվտանգ կազմակերպել եւ հնարավոր ռիսկերը նվազեցնել։ Եկեք ավելի սկիզբ գնանք, ինչ բացեր դուք նկատեցիք լեռնային ուղեկցորդների, արշավորդների մասնագիտական դաշտում, որ որոշեցիք այս ասոցիացիան հիմնել, որովհետև գիտենք այսօր շատ արշավական խմբեր կան նաև սոցհարթակներում, որոնք առաջարկում են ամենատարբեր տուրեր, լեռնային եւ ոչ միայն, եւ բնականաբար այստեղ կարեւոր է հասկանալ ովքեր են պրոֆեսիոնալ, ովքեր ունեն այդ որակավորումը եւ կարող ենք վստահել իրենց։ Շատ բարի։ Ինչպես գիտեք, հայ իրականության մեջ, ինչպես նշեցի, 2010-ական թվականներից սկսեցին լեռնային ակումբները Հայաստանում աճել, զարգանալ եւ առաջարկել տարատեսակ տուրեր եւ ընթացքում զգալով լեռնային ուղեկցորդի կամ լեռնային զբոսավարի կարիք, իրենք սկսեցին կազմակերպել լոկալ դասընթացներ, որոնք որ ավելի շատ նպատակ ունեն կոմերցիոն բնույթի ծառայություն մատուցել իրենց հաճախորդների համար, այսինքն իրենց խմբերը սպասարկելու համար։ Բայց աշխարհը զարգանում է այլ ոնց որ ռիթմով, միջազգային ստանդարտները այլ են, դրա համար ստեղծվել է Լեռնային ուղեկցորդների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան, որը այսօր համարում է Լեռնային ուղեկցորդների ազգային ասոցիացիաների միջազգային հեղինակավոր կառույցը։ Հայրը կարող ենք ասել։ Այո, եւ թելադրում է այսպես ասած որակավորման պայմանները։ Այնտեղ սահմանված է, որ IFMJI որակավորում ունեցող լեռնային ուղեկցորդը, որպեսզի ունենա համանման կրծքանշան իր կրծքին, լեռնային ուղեկցորդ, այսինքն միջազգային լեռնային ուղեկցորդ որակավորում ունենա, պետք է բավարարել բավականին բարդ պահանջների, ասել է թե ոչ այն պահանջներին, ինչը ենթադրում է միայն հաճախորդների կոմերցիալ կարիքները բավարարելու համար։ Այսինքն պետք է միջազգային կարգի լեռնային ուղեկցորդը ունենա բարձր լեռնային տուրիզմում աշխատանքի փորձ, ժայռամագործման փորձ եւ դահուկային լեռնագնացության։ Այս երեքը մեկում տիրապետելով լեռնային ուղեկցորդը կարող է հանդես գալ որպես միջազգային կարգի լեռնային ուղեկցորդ եւ
գրի այդ բեյջը կամ այսպես ասած շքանշանը իր արտահակուստի վրա։ Իսկ արդյոք այստեղ կարևոր է նաև գիտելիքը, թե տվյալ տարածքը, որտեղ պետք է գնալ լեռը, որտեղ պետք է բարձրանալ, դրա մասին ինֆորմացիա, որովհետև նաև երբեմն զբոսավար են որպես հանդես գալիս, ներկայացնում են պատմությունը, ներկայացնում են հետաքրքիր փաստերը։ Տեսեք, դրա համար մեր կազմակերպության մեջ հենց անվանման մեջ նշված է ոչ միայն լեռնային ուղեկցորդների, այլև զբոսավարների, եւ այդ զբոսավարները ոչ թե մշակութային զբոսավարներ են, այսինքն ոչ թե city tour են անում կամ մշակութային տեսարժան վայրերն են ներկայացնում, այլ լեռնային զբոսավարներ են։ Եվ միջազգային պրակտիկայում ընդունված է որոշակի չափանիշներ, այսինքն քայլարշավային զբոսավար, թրեքինգային զբոսավար եւ լեռնային ուղեկցորդ։ Եվ լեռնային ուղեկցորդը հանդիսանում է այս այսպես ասած ուղեկցման հայրը։ Այո։ Ամենաբարձր ոնց որ աստիճանը։ Եվ եթե ասենք քայլարշավային ուղեկցորդի համար սահմանված է, որ պետք է ուղեկցում իրականացնի մինչև 2800 մետր ծովի մակարդակից բարձրության եւ ոչ զնապատ լանջերով, ապա թրեքինգային ուղեկցորդը կարող է նաեւ արդեն 2800 մետրից ավելի բարձր հարթություններում ուղեկցում իրականացնի, ինչպես նաեւ ձմեռային պայմաններում ու մի քանի օրանոց արշավներ։ Իսկ լեռնային ուղեկցորդը այդ ամեն ինչից բացի պետք է ունենա նաև ժայռամագլցման եւ դահուկային լեռնագնացության փորձ, ասեմ նաև դահուկային լեռնագնացության ուղեկցորդի հմտությունների մասին, քանի որ արդեն 2020-ական թվականներից туриզմը, արկածային туриզմը եւ լեռնային туриզմը, սպորտային туриզմը զարգանում է աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, շատ զբոսաշրջիկներ հյուրեր են գալիս Հայաստան, ձմռանը նպատակ ունենալով բարձրանալու մեր հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները, Արագածը, Աջդահակը, Խուստուփը, Իշխանասարը կամ Թեղենից մեկը եւ այլն։ Ցանկացած լեռ 2300 մետրից ծովի մակարդակից բարձր եւ մեր ուղեկցորդները նաեւ պետք է բավարարեն հենց դահուկներով հյուրերին ուղեկցման հմտություններին, որը նաեւ հանդիսանում է միջազգային լեռնային ուղեկցորդի կարևոր ասած նախապայմաններից մեկը։ Կարելի է նշել, որ լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների հայկական ասոցիացիան սերտորեն համագործակցում են նաեւ Հայաստանի պետական մարմինների հետ, իդեմս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի, որի հետ միասին նաև լրամշակում ենք լեռնային ուղեկցորդների որակավորման կարգը, պահանջները, կառավարության որոշման նախագիծը, որը պետք է արդեն սահմանի լեռնային ուղեկցորդի ազգային չափորոշիչները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան արդեն միջազգային լեռնային ուղեկցորդի վկայականի հայցման համար։ Եկեք ավելի պարզեցնենք ամեն ինչը։ Ենթադրենք մեզ հիմա դիտում են շատ զբոսավարներ եւ լեռնագնացներ եւ ցանկանում են ձեռք բերել այդ որակավորումը։ Ինչ պետք է անեն քայլերը։ Շատ բարի։ Այդ որոշման նախագծի տարբերակում մի քանի պայմաններ կան։ Առաջի պայմանը, որ տվյալ տեխնացում պետք է անցած լինի լեռնային ուղեկցորդի որակավորման դասընթաց եւ հաջողության։ Ձեզ մոտ Հայաստանում, ոչ թե ասոցիացիայում, այլ Հայաստանում պետք է անցած լինի այդ դասընթացը, իսկ դասընթացը կարող են մատուցել կրթական վերապատրաստման իրավունք ունեցող կազմակերպությունները, բուհերը, նմանատիպ միջին մասնագիտական քոլեջները եւ այլն։ Պետք է բարարի այդ պայմանին անցնի դասընթաց, պետք է լինի չափահաս, պետք է տիրապետի հայերեն լեզվին, արդեն քայլարշավային ուղեկցորդի կամ քայլարշավային զբոսավարի հայցման համար պետք է կարողանա, ինչպես ասացիք, 2800 մետր մինչև ծովի մակարդակից բարձր ուղեկցման փորձ, հմտություններ, ունենա լեռնային ապահովագրություն եւ նաեւ ունենա իրավաբանական անձի կարգավիճակ։ Դուք ինքներդ տարբեր դասընթացներ եք իրականացնում, նաեւ եկեք այս մասին խոսենք, ինչի մասին են դրանք։ Շատ բարի։ Ստեղծման օրվանից լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների ասոցիացիայի գլխավոր նպատակն է եղել բարձրացնել մեր տեղացի
լեռնային ուղեկցորդների որակավորման մակարդակը եւ ձգտել դեպի այդ միջազգային ստանդարտներին, որը որ պահանջում է լեռնային ուղեկցորդների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան, որովհետեւ գլխավոր նպատակը լեռնային ուղեկցորդների ասոցիացիայի ստեղծման ձգտել եւ անդամակցել այդ միջազգային IFMJI կառույցին, որի անդամ է դեպ 2021 թվականից մեր հարևան Վրաստանը։ Իդեպ դուք նաև Վրաստանում եք իրականացրել մի շարք ծրագրեր, այս մասին եւս կարելի է խոսել։ Այո, մեր առաջին ծրագիրը, որը ուղղված էր տեղացի լեռնային ուղեկցորդների որակավորման բարձրացմանը կապված ժայռամագլցման եւ սառցամագլցման գծով, մենք կազմակերպեցինք նմանատիպ դասընթացներ միջազգային լեռնային ուղեկցորդի ներգրավմամբ Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես արդեն պարզ է, որ Հայաստանում ամռան ամիսներին բավարար սառույցի շերտ չկա եւ այդ սառցամագլցման դասընթացները հնարավոր չէր անցկացնել Հայաստանում, այդ պատճառով մենք ընտրեցինք սառցամագլցման դասընթացների նպատակարար վայրը Վրաստանի հյուսիսային հատվածում Շխարա լեռան լանջերին։ Արդյոք կան արդեն նպատակներ գուցե այլ երկրներում իրականացնել այդ դասընթացները։ Իհարկե, լեռնային ուղեկցորդների ասոցիացիան նաև ինտենսիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ, հիմնականում ավստրիական գործընկերների հետ եւ туриզմի ներկայացուցիչների հետ հնարավորության սահմաններում որակավորված լեռնային ուղեկցորդների հնարավորություն տալու նաև դասընթացներ անցնել, ձմեռային դասընթացներ անցնել Ավստրիայում, խոսքը վերաբերում է ինչպես դահուկային լեռնագնացության հմտությունների զարգացմանը, այնպես էլ ձմեռային որոնողափրկարարական եւ էվակուացիան աշխատանքների կազմակերպմանը, քանի որ լեռնային ուղեկցորդները, եթե ուղեկցում են ձմռան ամիսներին եւ արտակարգ պատահարներ են հանդիպում, առաջին հերթին պետք է լեռնային ուղեկցորդը տիրապետի այդ հմտություններին առանց խուճապի մատնվելու կազմակերպի տուժածի էվակուացիան եւ կապ պահի պետական եւ մասնավոր տարբեր մարմինների հետ։ Այսինքն, եթե այստեղ գործող լեռնագնացները ցանկանան ձեռք բերել այդ դասընթացից գիտելիքներ, մասնակցել դասընթացին, դուք կարող եք կազմակերպել եւ Ավստրիայում նրանք ստանան այդ որակավորումները։ Տեսեք, մենք մեր ծրագրերի շուրջ մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերում միշտ բաց հայտարարություններ ենք դնում, ոչ միայն ասոցիացիայի անդամները, այլև բոլոր պոտենցիալ ուղեկցորդները, որոնք գտնում են, որ այդ որակավորման կարիքը իրենք ունեն, իրանք կարող են դիմել եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս մասնակցել ասոցիացիայի շրջանակներում իրականացած դասընթացներին, իսկ պետության հետ մենք համագործակցում ենք, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը ինստիտուցիոնալ տեսքի բերել եւ դա լինի որպես պետական ծրագիր, նաեւ հաշվի առնելով, որ IFMJI ստանդարտները ամբողջ աշխարհում արդեն ընկալելի են, ճանաչելի են եւ Հայաստանը նույնպես պետք է մասը կազմի այդ միջազգային որակավորման սերտիֆիկատին, որի համար ասոցիացիան ձգտում է։ Ես գիտեմ, որ դուք նաև լեռնային կացարանների կառուցման համար եք պայքարում, այսպես ասած, որպեսզի Հայաստանում եւս ամենատարբեր կետերում ունենանք այդ կացարանները, ինչ փուլում են դրանք։ Այո, ասոցիացիան հիմնադիր ժողովում մի քանի առաջնահերթություններ էր առաջ բերել, որից մեկը կայանում է լեռնային կացարանների եւ բազային ճամբարների հիմնումը Հայաստանում, որը կարող եմ ասել, որ Եվրոպայում արդեն ավարտված փուլ է եւ շատ դժվարությամբ է պետությունը թույլ տալիս նոր կացարանների եւ բազային ճամբարների կամ ապաստարանների հիմնում, որովհետեւ արդեն գերհագեցած է։ Օրինակի համար կարող եմ ասել, որ Նորվեգիայում կան շուրջ 590 լեռնային կացարաններ, իսկ Հայաստանում գրեթե ոչ մեկը։ Եվ այդ առումով մենք համագործակցում ենք туриզմի պետական կոմիտեի հետ, համագործակցում ենք պետական գույքի կոմիտեի հետ եւ այլ գերատեսչությունների հետ, որպեսզի նպաստենք լեռնային ենթակառուցվածքների ցանցի ստեղծմանը առաջնային Արագածի վրա, որովհետեւ ցանկանում ենք, որ Արագածը դիտարկել որպես լեռնային եւ սպորտային туриզմի գլխավոր կենտրոնը Հայաստանում, ինչպես նաեւ
տարբեր մարքեթինգային միջոցառումների միջոցով խթանել, որպեսզի նաև տուրիստները կամա թե ակամա անցնելով Արագած լեռան փեշերով ցանկություն հայտնեն, ցանկություն ունենան այդ տեղեկատվական ինֆորմացիոն ցուցանակների միջոցով բարձրանալ վերև եւ հայտնվել ինչպես կացարաններում, այնպես էլ մասնակցել դեպի Արագած լեռան գագաթներ տանող երթուղիների անցմանը։ 2024 թվականից եք դուք ստեղծվել, նշեցիք, այս տարիների ընթացքում իհարկե ժամանակը կարճ է, բայց արդեն իսկ ինչ չափելի հաջողություններ ունեք։ Տեսեք, լեռնային ուղեկցողների եւ զբոսավարների հիմնական նպատակներից մեկն էլ զարգացնել Հայաստանում լեռնային եւ սպորտային туриզմը եւ այդ շրջանակներում մենք 2025 թվականի հոկտեմբերին կազմակերպեցինք մեծամասշտաբ skyrunning-ի, ասել է թե երկնային վազքի Հայաստանի առաջնություն, դա մի մարզաձև է աշխարհում շատ հայտնի լեռնային զբոսաշրջիկների եւ սպորտային туриզմի սիրահարների շրջանակում, որ մասնակիցները բարձրանում են լեռը վազելով։ Շատ բարդ է դա իսկապես։ Խոսքը վերաբերում է, այո, 2000 մետրից բարձր մեկնարկային կետ ունեցող լեռներին։ Եվ մենք դա կազմակերպեցինք Թեղենից մեկ լեռան ստորոտից դեպի Գագաթ 5 կիլոմետր երկարությամբ եւ 820 մետր հարաբերական բարձրությամբ լեռնային վազքի առաջնություն, որին մասնակցեցին շուրջ 80 մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Եվ արդյոք օգտվելով ուզում եմ ասել, որ մենք ցանկանում ենք դարձնել այդ առաջնությունը դարձնել ամենամյա եւ 2026 թվականի սեպտեմբերին պլանավորում ենք կազմակերպել հենց Արագած լեռան հարավային եւ հյուսիսային գագաթների։ Իսկ կարող են այդտեղ մասնակցել ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ, այլ գուցե չասեմ շատ սիրողական, բայց մարդիկ, ովքեր պարբերաբար գնում են արշավների, լեռներ են բարձրանում։ Անպայման, եթե տեխնացուն ունի միջին սպորտային տվյալներ եւ հատուկ հիվանդություններ չունի, որոնք խոչընդոտ են հանդիսանում ոնց որ ընդհանրապես վազքին եւ լեռնային վազքին մասնակցելու կարող են մասնակցել։ Իհարկե մեր առաջնությունը նպատակ չունի միայն պրոֆեսիոնալ վազորդների ներգրավել, որովհետեւ մենք միտված ենք մասսայականացնել սպորտային туриզմը եւ միացնել դա լեռնային туриզմի հետ։ Եվ այդ շրջանակներում ցանկացած մասնակից, նաև մենք տարիքային սահմանափակում չենք դնում, ով իր ուժերի վրա վստահ է եւ մտածում է, որ այդ դիստանցիան եւ հարաբերական բարձրությունը իր առողջության վրա վտանգ չի ներկայացնում, կարող է մասնակցել եւ այս տարի մենք ունեցանք բավական հետաքրքիր արդյունքներ եւ մտադիր ենք շարունակել մյուս տարիներին։ Այս առումով Հայաստանը որքանով է գրավիչ կետ համարվում աշխարհի համար լեռնագնացության զարգացման տեսանկյունից, զբոսաշրջիկներին գրավելու, քանի որ գիտեք, որ Եվրոպայում էլ հետաքրքիր բազմաթիվ լեռներ կան, Հայաստանից շատերը տուրերի միջոցով ցանկանում են բարձրանալ, այդ լեռներ հակառակը կա արդյոք հակառակ։ Տեսեք, այս տարի մարտ ամսին Բերլինի ITB միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանը շահեց լավագույն արկածային ուղղություն նոմինացիան, որը ենթադրում է, որ Հայաստանը ունի այդ ներուժը լեռնային եւ սպորտային туриզմի զարգացման համար, քանի որ մեր առավելությունը կայանում է նրանում, որ լեռները գտնվում են իրար շատ մոտիկ, մեր երկիրը փոքր երկիր է եւ հնարավոր է մեկ շաբաթվա կամ 10 օրվա այցելության ընթացքում բոլոր աշխարհագրական գոտիներում հայտնվել եւ այլել բոլոր, այսպես ասած, top դեստինացիաները։ Պետք է շատ մարզված լինել, որպեսզի իհարկե հեշտ է մեկ շաբաթում դա կազմակերպել, բայց իսկապես պետք է փորձ։ Դե պատկերացրեք, ի տարբերություն մեծ երկրների անուններ չնշելով հանդերձ, հա, բոլոր փոքր լեռները, որոնք ունեն լեռնային մեծ ենթակառուցվածք, մեծ առավելություն են տալիս կարճ ժամանակահատվածում զբոսաշրջիկին կարողանալ ոնց որ այդ ծրագրի ընթացքում անցնել բոլոր հնարավոր տուրիստական երթուղիները եւ մեծ բավարարություն ստանալ։ Ամփոփելով մեր զրույցը նշեցիք 2026-ին արդեն իսկ ունեք մեկ ծրագիր կազմակերպելու առաջնություն։
այլ ծրագրերի մասին։ Պետք է ասեմ, որ լեռնային ուղեկցորդների եւ զբոսավարների հայկական ասոցիացիան նաեւ աշխատանքներ է տանում միջազգային գործընկերների հետ, որպեսզի Հայաստան ներմուծենք հենց լեռնային ուղեկցորդների լեռնային ապահովագրության հարցը, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ որ արդեն բարդ լեռնային տեղանքում ուղեկցորդը կամ արշավախմբի անդամը բախվում է խնդրի, առաջանում է ճգնաժամային իրավիճակ եւ պետք է կատարել էվակուացիա, իսկ տվյալ կետը անհասանելի է, դրա համար կան ժամանակակից միջոցներ, կան ուղղաթիռային էվակուացիա, նաև որոնողական փրկարարական աշխատանքներ, որպեսզի այդ բոլոր ռիսկը լեռնային ուղեկցորդը չկրի կամ իր հաճախորդը, մենք ուզում ենք մտցնենք լեռնային ուղեկցորդների լեռնային ապահովագրության ինստիտուտը, որպեսզի նման իրավիճակներում լեռնային ուղեկցորդները կարողանան ճիշտ կողմնորոշվել, կարողանան այդ ավելորդ գումարներ չվճարել այդ ծառայությունների դիմաց։ Շնորհակալ եմ շատ, իսկապես հետաքրքիր կարևոր թեմայի շուրջ զրույցի համար։ Ձեզ եւ ձեր ասոցիացիայի գործունեությանը մաղթում եմ հաջողություն եւ իհարկե հուսով ենք, որ սա եւս մեկ քայլ է, որը կնպաստի Հայաստանում լեռնագնացության զարգացմանը։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք այսօրվա մեր եթերը, շնորհակալություն հայտնենք նաև Արփինետին, մեր գլխավոր գործընկերոջը, մեր եթերն ապահովելու համար։ Ձեզ մաղթում եմ խաղաղ, հաճելի եւ սիրառատ կիրակի, իսկ մենք դեռ կհանդիպենք։